Փետրվարի 27-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում տեղի է ունենալու «Տգեղը» ներկայացման առաջնախաղը, որի մասին խոսելու ենք առաջիկա րոպեներին։ Եվ այսպես մեր տաղավարում են «Տգեղը» ներկայացման բեմադրող ռեժիսոր Մհեր Զաքարյանը, ողջույն, եւ դերասան Երևանի թատրոնի կինոյի պետական ինստիտուտի երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնի տնօրեն Արսեն Ազիզյանը, ողջույն։ Բարի լույս։ Շնորհակալ ենք առավոտը ձեզ հետ սկսելու համար, վստահաբար վերջին օրն է, մինչ պրեմիերան, եռուզեռը, ու դուք հասցրել եք նաև առավոտը մեզ հյուր գալ, ինչպես եք։ Շատ լավ, կարծես թե լավ։ Այսօր գլխավոր փորձն է։ Այո, հենց եթերից հետո։ Արդեն հանձնում եղել են նախնական, թե դեռ չէ։ Դեռ ոչ։ Ավելի լարված է ամեն բան։ Պատմենք հեռուստադիտողներին, ինչ է իրենից ներկայացնելու այս էքսպերիմենտալ ներկայացումը, Տգեղը։ Սա գերմանացի դրամատուրգ Մարիոս ֆոն Մայնբուրգի գործն է, եւ մենք ունենք յուրօրինակ իրավունքներ պիեսը ներկայացնելու Երևանում։ Պիեսը պատմում է մի մարդու մասին, ով իմանում է օրերից մի օր, որ ինքը անասելի տգեղ է։ Եվ իր կյանքը փոխում է ընկալմամբ։ Այդ է խնդիրը։ Հենց դա է, որ բոլորի եւ իր կնոջ եւ իր գոլեգաների, այո, Եվ որոշում է այլևս չլինել տգեղ։ Չլինել տգեղ, այո, եւ դիմել բնականon կյանքը խաթարվում է, այսպես ասած, ով ուներ սիրած կին, ուներ աշխատանք, աշխատանքում ուներ հաջողություններ եւ մի օր այսպես ամեն ինչ Մեր օրերի մասին է այս պիեսը, փաստորեն։ Այո։ Ինչ առումով։ Շատ նաև ուղիղ իմաստով հենց այդ վիրահատություն ասածը, որ բոլորը ձգտում են այսօր շատ արդի է դա, այդ անպայման եւ նաև սա ոչ ուղղակի կերպով այդ ինքնաճանաչման արժեքների թերի ընկալման այդ խնդրի մասին է բարձրաձայնում պիեսը Եվ կարծում եմ մեկնաբանությունը Մհերի բերած, առաջ քաշած թույլ է տալիս ընկնել այդ պայմանականության մեջ եւ ավելի ցցուն դարձնել այդ խնդիրը, որը որ կարծում եմ կա ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Այս խնդիրների արձագանքն է դարձել մոտիվացիա այս պիեսը ընտրելու Մհեր։ Նախ պետք է ասեմ, որ սա համագործակցություն է Հայաստանում Գյոթե ինստիտուտի հետ, պիեսի թարգմանությունը պատկանում է իրենց եւ պիտի ասեմ, որ բավականին լավ թարգմանություն է արված։ Իսկ թեմայի ընտրությունը կարծես թե ինքը բոլոր տեսանկյուններից շատ շահեկան գործ է, այսպես ասած, քանի որ եւ պիեսն է ինքը թատերային շատ եւ իր ֆանտաստիկ դերեր են եւ պիտի ասեմ ուրախությամբ պիտի նշեմ, որ ես որպես դերասան էլ մասնակցություն ունեմ այդ պիեսում ու փորձում ենք այս պիեսը մեր խաղացանկային դրամաբանության մեջ մտցնել Ինչպես նախորդ անգամ այստեղ գտնվելուց մենք խոսեցինք մարդիկ ներկայացման մասին, որը որ մեր, այսպես ասած, առաջին խաղացանկային ներկայացումն էր, որը որ եկավ մեր լրացրեց մեր խաղացանկը, այս համագործակցությունը նաև Մհերի հետ նույն տրամաբանության շարունակությունն է եւ մենք փորձում ենք ձևավորել այդ խաղացանկը երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում ու երիտասարդների հետ Եվ դա էլ մեր շահեկան կողմն է, քանի որ աշխատում ենք երիտասարդների հետ, ունենք առողջ միտք, առողջ թիմ, փորձում ենք ձևավորել թատրոն ասվածը, որովհետև մեկ բան է ունենալ լավ ներկայացում, մեկ բան է ունենալ լավ թատրոն, կարող ես ունենալ լավ ներկայացում, բայց չունենալ լավ թատրոն եւ հակառակը ունենալ լավ թատրոն եւ չունենալ լավ ներկայացում։ Մենք փորձում ենք այս կոնտեքստում լինել հավասարը հավասարի, այսպես ասած։ Եվ հուսանք, որ խաղացանկը հենց նմանատիպ լավ ներկայացումներով անդադար կհամալրվի ու նոր համագործակցությունների արդյունք կլինեն այդ ներկայացումները, մեր ինչպես ստացեք համագործակցության առաջարկը եւ արդյոք պիեսը առաջին անգամ կարդալուց արդեն պատկերացնում եք, թե ինչ եք ուզում տեսնել բեմում։ Ես առաջարկ ստացել եմ Թատրոնի եւ կինոպետական ինստիտուտի ռեկտոր Սարան Ալբանդյանից։ Պիեսը կարդացել եմ մեկ գիշերում Այդպես ինձ մոտ չի լինում, ես սիրում եմ ձգել, որովհետև ամեն ինչ կարդալիս կարծես թե նոր ինչ-որ բան ես մտածում, մեկ այլ անկյունով ես նայում, այս պարագայում իսկապես մեկ երեկոյի ընթացքում ես կարդացել եմ պիեսը մոտավորապես 60 էջ հայերենով եւ որոշումս պարզից պարզ էր, որովհետեւ եթե ես այդքան արագ կարդում եմ պիեսը, ուրեմն կարելի է, այո, իհարկե, եւ կարելի է աշխատել։ Դերասանների ընտրության մասին խոսենք, ովքեր են բեմում լինելու եւ
Արդյոք էլի երիտասարդներ են, որոնք նույն այս էքսպերիմենտալ դրամատրության մի մասը պիտի դառնան։ Բեմում լինելու են Երևանի թատրոնի եւ կինոպեդական ինստիտուտի Վահան Բադալյանի արվեստանոցի 3 ուսանողները՝ Կարեն Առաքելյանը, Մարիա Գևորգյանը եւ Արսեն Ներսիսյանը։ Թատրոնի տնօրեն Արսեն Ազիզյանը խաղում է տնօրենի կերպարը։ Եվ մենք նաև համագործակցում ենք Թերլեմեզյան քոլեջի ուսանողների հետ եւ բեմում մենք ունենալու ենք նկարիչներ, որոնք ներկայացման ընթացքում զուգահեռ դերասանների նաև աշխատելու են բեմում եւ փորձելու են խաղալ։ Փորձելու են գեղեցկացնել գլխավոր կերպարին։ Այո, հենց այդպես։ Մենք փորձում ենք հետաքրքիր բեմանկարչական լուծում է լինելու փաստորեն։ շրջանակները ընդլայնել, մենք ինչպես նախորդ ներկայացման մեջ մենք համագործակցեցինք կոնսերվատորիայի ուսանողների հետ, այս անգամ ստացվեց, որ Թերլեմեզյանի քոլեջի ուսանողների հետ ենք աշխատում ու կարծում եմ սա եւս թատրոնին բերում է ավելի հմայք ու հետաքրքրություն ու մոտիվացիա հանդիսատեսի համար։ Նաև նոր շփումներ ուսանողների համար, որովհետև այս դեպքում քոլեջի եւ թատերական կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ուսանողները ջերմ կապեր են իրար հետ ունենում, նաև հետագայում համագործակցում, որովհետև շատ հաճախ, հատկապես ռեժիսուրայի բաժնում սովորող ուսանողները փնտրում են բեմանկարիչներ ու իրենց այդ ճանապարհը տանում է այնտեղ նկարիչ ընկերների մոտ։ Աշխատանքը հենց դրանով է հետաքրքիր, այսինքն մեր շփման արդյունքա մեր աշխատանքը նկարիչի սկզբունքով չի, հա, որ մենք կարող ենք տանը ինքնուրույն աշխատել, նկարել ու մեր կտավը ստեղծել։ Սա սինթեզ է, որը որ անպայման պետք է շփվել նկարիչների հետ, երաժիշտների հետ եւ այս մեխանիզմը պիտի առաջ գա ու ստեղծվի լավ ներկայացում։ Թատրոնը եղել է կա ու կարծես մնում է այն հարթակը, որտեղ մենք բարձրաձայնում ենք այն խնդիրները, որոնք հետաքրքիր են ու կարևոր ոչ միայն մեզ համար, այլ նաև մեր հասարակության։ Ով է լինելու այս ներկայացման հանդիսատեսը, ում համար է սա։ Կարծում եմ երիտասարդները հաստատ տեղ կգտնեն դահլիճում։ Գեղեցիկ կանայք եւ գեղեցիկ տղամարդիկ հուսամ բոլորին հետաքրքրի այս թեման, որտեղ ինքը իսկապես շատ արդիական է եւ հետաքրքիր է, որ աշխատելով ուսանողների հետ, որոնք որևիցե կապ չունեն պլաստիկ վիրաբուժության հետ, բայց իրենք շատ հետաքրքրությամբ են դիտարկում այդ թեման եւ խոսում դրա մասին, խաղում բեմում, մտածում, առաջարկներ անում։ Հետաքրքիր է, թե ինչպես այս ամենին կնայի հանդիսատեսը, որ ավելի մեծ տարիքի է եւ ապրել է ինչ-որ ավել կյանք, փորձառությունն ավելի մեծ։ Այո, որտեվ հումորը շատ է պիեսում եւ հեգնանքը նույնպես, հետաքրքիր է հանդիսատեսի արձագանքը, մեծահասակ հանդիսատեսի։ Հուսանք, որ ամեն դեպքում ինքնընդունման կտանի արձագանքը, այլ ոչ թե անդադար փոփոխելու մոլուցքին, որի արձագանքն է այս պիեսը։ Վստահ եմ։ Շնորհակալ ենք շատ, որ օրը մեզ հետ սկսեցիք ներկայացման թե առաջնախաղին, թե հետագա բոլոր բեմերին եւ ներկայացումների հաջողություն ենք մաղթում եւ հույս ունենք, որ ձեզ դա էլի կտեսնենք մեր տաղավարում արդեն նոր ներկայացումներով։ Շնորհակալ ենք անպայման։ Մենք եւս շնորհակալ ենք։ Շարժվում ենք առաջ երաժշտությամբ։